Ուրիշ պատեռն։ Շարունակում ենք պատեռների նկարագրությունները եւ բրիջ պատեռնը առաջինը համարենք, որ ինքը որ խմբում է գտնվում, կառուցվածքային պատեռների խմբում է գտնվում։ Բրիջը մեզ կհուշի իր անունը արդեն, գոֆ այդպիսի մոտեցում է ունեցել, անունները հնարավորին չափ մարտապատկերեն իր էությունը, գործելակերպը։ Բրիջ կամուրջ տեսակա կապ է հաստատում, ինչ որ մի մասը մի մասի հետ, այդպես վերցնենք։ Այսօր սկսենք տեսականից։ Տեսականը, այսինքն գաղափարից։ Մենք արդեն պայմանավորվել ենք կոդից UML-ից, թե գաղափարից։ Բրիջ պատեռնը թույլ է տալիս տարանջատել աբստրակցիան եւ նա իրականացումը այնպես, որ հնարավոր լինի աբստրակցիան եւ իրականացումը միմյանցից անկախ փոփոխել։ Այսինքն, սա դիզայն պատեռների գլխավոր չափորոշիչը պահում է, փոփոխելիությունը իր մեջ ներառում է, որ ինքը շատ հեշտ փոփոխվի, ծրագրին քիչ ձեռք տալով, ծրագրին փոփոխություն կատարելու տեխնոլոգիան, ծրագրի ընդհանուր կառույցի հնարավորին չափ քիչ ընդհանուրը չվերացնելու եւ նորից գրելու տեխնոլոգիան։ Ինչ է նշանակում դա, ուրեմն տարանջատել աբստրակցիան եւ ասենք իրականացումը, մենք դրա մասին արդեն շատ անգամ խոսացել ենք, եթե սա իմ խնդիրն է, եկեք արդեն կլորով ցույց տամ, եւ ես մեր խնդրի կլասներով OOP-ով գրված խնդրի ենթադրենք կլաս 1, կլաս 2, կլաս 3 եւ այլն, ինչ որ խումբ է, կա եւ գագաթ 1, գագաթ 2, պայմանավորվում ենք, որ մի մասը համարենք աբստրակցիա, մի մասը համարենք իրականացում։ Իրականացումը հիմնականում ներքին կոդն է, աբստրակցիան կապնա մյուս ծրագրային համակարգերի հետ։ Ինչ ստացվեց, որ այս համակարգը ցանկանում է կապի մեջ լինի մի այլ համակարգի հետ։ Եկեք դեղինով ցուցադրեմ։ Եվ այնտեղ էլ երևի նույն տեխնոլոգիայով կտարանջատվի աբստրակցիա եւ իրականացում, ներքին կոդ, այսինքն աբստրակցիան երբեմն համարում են ինտերֆես, սա չափորոշիչ կատեգորիալ կոնցեպտուալ բառ է, այդ այն ինտերֆեյսը չի, որի մասին շատ երկար ժամանակ կամ մենք կրկնությամբ խոսացել ենք, ինտերֆեյսն մաս աբստրակցիայով կկապնի այս ծրագրային մյուս հատվածի հետ եւ առավել եւս ինտերֆեյս աբստրակցիան մյուս ծրագրային բլոկի մեջ, այսինքն application-ի 1, 2, այսինքն ծրագրային տարբեր բլոկներ են, կկապնվի այս մյուսի աբստրակցիայի հետ։ Շատ լավ։ Ինչ է ասում խնդիրը։ Ասում է այնպես բաժանել այս գիծը, բաժանարարը տանել, եւ այդ բաժանարարի գույնը եկեք վերցնենք այսպեսին, այս բաժանարարը այնպես տանել, որ եթե ծրագրային իմ նշած հատվածը ենթադրենք sense վերցնենք, որ հետաքրքիր լինի, ենթադրենք ծրագրային այս հատվածը ուզում ենք փոփոխել եւ աբստրակցիան ինտերֆեյսը, աբստրակցիան եւ իրականացումը, այս երկու տարանջատիչները իրարից անկախ լինեն։ Այսպիսի գաղափարախոսություն է դրված մեր ծրագրի մեջ։ Շատ լավ, գաղափարախոսությունը տրվեց, պարզ է մինչև կոդի չվերացվի, ոչինչ չի հասկացվի, բայց ինքը հեշտ էր։ Օրինակն է շատ գեղեցիկ, տեսեք, ունենք 3 հատ ինչ-որ նկար պատկերներ, օրինակում աբստրակցիայի համարում եռանկյունի պատկերը, այստեղ եռանկյունի լինելիություն, այսինքն այս 3 պատկերները աբստրակցիա է, որ իրանք եռանկյունիներ են, իսկ իրականացումը դա օրինակ կանոնն է, դպրոցական, միլիարդի շարերը խաղակած, նույնիսկ բանը, ինչ ասի բժշկական, երաժշտական գործիքը, գիտեք, դրանքի գործիք կա սիմֆոնիաներում։ Այս 3 կարճ ասած իրականացումները եռանկյուն աբստրակցիայի մեջ։ Շարունակենք, սա տեսականն էր, գծագիրը կօգնի բարձր։
UML-ը եկեք քննարկենք եւ եթե UML-ը ցանկալի լինի, մենք կվերցնենք ինը համեմատենք կոդի հետ, կոդը գրված է այստեղ եւ որոշակի բացատրություններ, շատ դեպքերում ես բացատրությունները չեմ ասում, ինչու համար, որտեվ արդեն UML-ում ես դա բացատրում եմ։ Կոդը մի հատ, այսպես կթողարկենք, կաշխատի, պարզ կոդա, պարզ դասերից է, ահա որ պարզ դասերից է եւ ցանկալի հետաքրքիր։ Սկսենք նայել կոդին։ Տեսնենք ինքը ինչ է յանից ներկայացնում։ Տեսեք, փորձեմ մտնել իմ ուստուգիր համակարգի գծակին եւ տեսնել ինչա կատարում։ Առաջինը, դե միշտ մենք խոսում ենք։ Կլիենտ։ Մեզ մոտ main-ն է։ Ծրագիրը կլիենտի միջոցով կանհանգստացնի ուրեմն մնացած բլոկներին։ Եվ միանգամից այն ինչ որ ես ձեզ ասացի, մի абստրակցիա համարենք սա, մյուս абստրակցիան համարենք սա։ Ինչ է նշանակում սա, mass abstraction բառը սխալ ասեցի, mass համարենք, այսինքն mass մեկը դա abstraction է ծրագրի, ուղեցի սխալս, իսկ սա իրականացումն է։ Հիմա այնպես անենք abstraction եւ իրականացումը, որ իրարից անկախ լինի, այսինքն մենք պարզակ ունենանք նրա բազային ցուցիչները, որ ես կանանչներով եմ նշել, բայց մոտավորապես նշվում է, որ ինչպես ծրագիրը ստեղծել ու ես բլոկ սխեման դրա մասին ասում, կամ UML-ը, որ փոփոխելի լինի այս մասը անկախ եւ փոփոխելի լինի այս մասը անկախ։ Անկախության տեխնոլոգիան այստեղ դրված է։ Ինչ ստացվեց, որ ես ունեմ գծագիր, ես գծագրում երևա որ ներողություն, ահա։ Ունեմ գծագիր UML, որտեղ երևում է, որ այսպիսի կառույց է լինում։ Հիմա մենք այս կառույցը կփորձենք ըստ էլեմենտների, կոմպոնենտների, փորձենք իրեն վերցանել եւ գնանք կոդին։ Տեսնենք ինչ կա։ Կոդի մեջ ինչեր ունենք մենք։ Ուրեմն պայմանավորեցինք abstract mass-ը, որը մի քիչ առաջ նշվեց, abstract mass, abstract, այս մասը իրականացում։ Եղավ, հիմա տեսենք abstract mass-ում ինչեր մենք ունենք։ Ունենք հետևյալը, շատ կարևոր բան։ Ու ինքը ատրիբուտները դա դաշտերն են եւ միանգամից ռոմբիկը մեզ նշում է, ասոցիացիան մեկը մեկի է, ոչ մի հազ, ասոցիատիվ կապ, անցել ենք։ Ռոմբիկը նշում է, որ ինքը կոմպոզիցիա ագրեգացիոն սիստեման է։ Ուրեմն մեզ մոտ abstraction իրականացվում է, որսի մեր գաղափարախոսությունը OP աշխատի դիզայն պատերնում, անպայման նրա abstract հղումն է պետք եւ նա realization, այսինքն այս երկուսն են միասին աշխատող համակարգ։ Ահա, ստացվեց, որ մոտավորապես ես այստեղ ունեմ կոմպոզիցիա ագրեգացիոն համակարգ եւ մի հատ հրամ, որը void է վերադարձնում եւ ինքը operation է տալիս, այսինքն գործողություն է։ Բազային ցուցիչով կաշխատի, contract programming-ը կասի, որ operation-ը կատարի։ Շատ լավ, մի սիստեմա է, որը որ շատ նորմալ ինքը իր աշխատանքային բնույթը կունենա։ Եկեք մյուսը նայենք, կամ ավելի շուտ միանգամից իջնենք կոդին։ Ավելի խելացի կլինի այդպես կատել։ Bridge pattern-ի ծրագրային մոդել հատվածում մեզ նշվում է, մենք նշում ենք, որ abstract class abstraction որպես այդպիսին, ահա մեր ռոմբիկը, որ ես սիրում էի նշել, այսինքն սլակով գնում է ուրիշ տեղ, գրում է այս հատվածին implementer, այսինքն իմպլեմենտացիա, կիրառություն տեխնոլոգիայի եւ ինչ արում։ Ուրեմն, քանի որ կոնստրուկտորը աշխատում է կոնստրուկտորի միջոցով արժեքավորվում, ագրեգացիան վերածվում է կոմպոզիցիայի։ Ահա ստացվում է, որ տես պայմանավորվել ենք։ Եթե կոնստրուկտորում ագրեգացիոն համակարգը, որտեղ միայն հղումներ, կոմպոզիցիայի դարձավ, որովհետև ամեն դեպքում էլեմենտով գալիս է, բայց քանի որ ստեղ նյուն դեռ չկա, ինքը մնում է ագրեգացիա, այսինքն ավելի խելացի է ինքը ագրեգացիոն կապ կոչվի։ Մեկը, քանի որ
կամ վերջին հաշվով ինքը օբյեկտի է հասնում, բայց նյուն չի երևում։ Մենք պայմանավորվել ենք այդպիսի մոտեցում ցուցադրենք, որ ագրեգացիա կոմպոզիցիոն տեխնոլոգիայից ինչպես է աշխատում։ Շատ լավ։ Եվ երկրորդը, որը ոչ կոնտրակտային է, այսինքն ոչ թե ոչ այո կոնտրակտային է, այս է կոնտրակտ է։ Այսինքն ինչպես անենք, որ ինչ որ մեկը, տեսեք, կոնտրակտ է, բայց abstraksiայի կոնտրակտը վիրտուալով է ստեղծած։ Ինչ է նշանակում դա։ Մենք վիրտուալ բազային ցուցիչով գալիս ենք դեպի ուրեմն երեխան եւ տեսնում ենք մի վարքյան, այստեղ ուրեմն abstract class եւ implement-ը։ Այստեղ կոնտրակտ բառը այդքան չի խաչ քաշենք այդ բառի վրա, որքան վիրտուալիզացիա է գնում։ Կոնտրակտը այդքան տեղին չէ։ Վիրտուալիզացիան չի ստիպում, որպեսզի ինչ որ մեկը պարտադիր, եթե ժառանգել է կատարի, այսինքն վիրտուալ պրոգրաման, այս վիրտուալ option-ը կարող ես հանգիստ աշխատացնել, կարող ես ընդհանրապես սա չունենալ։ Վիրտուալիզացիան բազային ցուցիչով այդ տեխնոլոգիան աշխատացնում, իսկ երբ որ կոնտրակտ պրոգրամինգը, որ այստեղ արտահայտվեցի եւ տեղին չէր, կոնտրակտայի ներքևում է, implement համակարգում այս է կոնտրակտը, որտեղ կոդ չկա։ Չկա այս կոդը, կոդ չկա, հրաման չկա։ Այս է ժառանգականություն եւ կարճ ասած իրականացում։ Ստացվեց, որ մենք մոտավորապես, ոչ թե մոտավորապես, այլ ռեալ ձևով տեսանք, որ կոմպոզիցիա ագրեգացիոն համակարգ կա եւ վիրտուալիզացիա կա, operation համակարգը, որ կարող ես իրականացնել, կարող ես չէ։ Շատ լավ, միանգամից քանի որ ես կոդը արդեն ցուցադրում եմ, եկեք այստեղ շատ փոքր նրբություն կա եւ դա չի երևում UML-ում, ինչ է այստեղ ասում, որ մեզ մոտ base հրաման կա, սա C# տեխնոլոգիայում շատ հարմար բան է, եւ ասում է, որ base հրամանը թույլ է տալիս պարամետրի փոխանցում կատարել դեպի բազային կլաս։ Պարամետր։ Պարամետր, ահա։ Այս պարամետրի փոխանցումը բազային կլաս, տեսեք, այսպես վերցնենք, այսա։ Ուրեմն բազային կլաս եւ թույլ է տալիս base-ով մենք ստանանք եւ ուղարկենք։ Սա տեխնոլոգիա է։ Ինչ է, եւ override-ով ինքը base operation անում, վազում է, կատարում այս հրամանը։ Ստացվեց, որ base operation-ը կատարում է այս օպերացիա հրամանը եւ կարճ ասած պարամետրով base-ին փոխանցում ենք այս պարամետրը, այսինքն մենք իրավունք ունենք ուրեմն կատարել, տեսեք, public-ը կարծեմ ժառանգականությամբ ուղարկվող պարամետր է ուղարկում նրա ֆունկցիոնալ մասին, այսինքն base implementation-ը գալիս եւ բարձրաստեղ ինքը կվերցնի այդ հնարավորությունը։ Տեխնիկապես իրականացում C# լեզվի հետ կապված որ ինչպես է ինքը տեղի ունենում, բարձրանանք վերև տեսնենք էլ ինչ կա եւ ոնց որ համարյա վերջացնում ենք։ Շատ լավ, նկարագրությունը կարողացանք ասել, սա վիրտուալիզացիա է, ոչ թե abstract-ած վիրտուալիզացիա ձևով, ռոմբիկով, հիմա implementation-ը նայենք, այսինքն մենք նայենք հետեւյալ մասը։ Ահա, էսի implementation-ը։ Տեսնենք ստեղ ինչ կա, էլեմենտները հայերեն ասած դետալները մենք հիմա կուսումնասիրենք եւ կգնանք առաջ։ Այ տեսեք։ Այստեղ ուրեմն կա contract programming, ուրեմն պայմանագիր է, պայմանագիր, ծրագրավորումը կա արդեն։ Contract programming-ի միջոցով operation-ը, որը void է վերադարձնում, անպայման պետք է կատարել նրա իրականացման տեխնոլոգիան, ինքը ինչ-որ ձևով իրականացում է։ Օրինակ, մենք եռանկյունի abstraction կդնենք այստեղ, վերևի օրինակում եմ ասում, այսա ֆիզիկական միավոր է, եռանկյունին abstraction է, այդ եռանկյունի իրականացումը օրինակ կարող է լինել, ենթադրենք, այստեղ ես գրեմ, ենթադրենք կանոն, դպրոցական, այստեղ կարող է լինել օրինակ, ասենք նու բիլիարդի շա, կամ ասենք բան, երաշտական էլի, ինչ որ եռանկյունի ձայն հանող ծնգացնող սիստեմա։ Ահա ստացվեց, որ սա մի հատ իրականացում է, սա մի հատ եւ անverջ կարող եմ ես դրանք շարունակել
Եվ մեզ մոտ այս կանոնը, ներողություն, երանկյան абստրակցիա պետք է տեղափոխելի լինի, այսպես տեղափոխելի լինի կամ սրա մեջ, կամ սրա միջոցով։ Okay, ամեն ինչ լավ է ստացվում։ Եվ ինչ է ստացվում։ Իրանք անկախ են։ Անկախությունը ասում է, որ եթե դուք ինչ որ փոփոխելություն եք ուզում տեսնել այս մասով, անկախա մյուս մասից, այսինքն այս մասի փոփոխելությունը իմ մոտ գծագրերը մի քիչ շատ ստացվեց, անկախություն է տալիս այս մասի հետ կապ, սա չի ազդում մյուս մասի վրա։ Հոյակապ տեխնոլոգիա, որը որ գծագրորեն մի տեսակ բարդ ստացվեց, բայց եւ այնպես մենք իրեն ջնջենք։ Փորձենք գնալ կոդնել, տեսնել, աշխատացնել, աչքս տեսնի, միտքս հասկանա տեխնոլոգիայով, ավելի լավ մի անգամ տեսնել, քան 100 անգամ լսել, իսկ կոդը դա տեսնելն է, ՕՕՊ առանձին դիզայնի միկրոպրոցեսների դասից է դա, որը որ պրակտիկորեն սիրում են ռեալիզացնել կոդը, նոր հասկանալ վերջին հաշվով, այստեղ ոնց որ նայում ենք ուրիշ խնդիր ես չեմ տեսնում։ Ժառանգականությունը չենք խոսում ընդհանրապես, ժառանգականության նշանն է գնանք կոդը նայենք։ Կոդում փորձենք տեսնենք ինչ ունենք։ Կոդում ինչ է ասում։ Կոդում ասում է որ ինձ մոտ կա implementation տեխնոլոգիան, շատ լավ, implementator անունն է, տեսեք, անունները բռնում է գաղափարին։ Սա կոնկրետ ծրագիր չի գրած, ասենք եռանկյունի եւ նվեր չի գրած, ասենք դպրոցական եռանկյունի կամ եւ այլն։ Գրած չի այդպես, բայց կարելի է դա իրականացնել։ Ինչ ստացվեց։ Սա կոնտրակտն է, ով իրան ժառանգել է, օրինակ, եռանկյունի կանոնը ժառանգել է, իրագործում կատարի, override-ը պարտադիր է, abstraction պարտադիր է, այսինքն abstract-ը պարտադիր է, որպես contract programming, override-ը իրականացում է։ Վիրտուալն էլ է override-ով իրականացվում։ Եթե մի քիչ էլ իջնենք, ապա հաջորդը, սա կլինի, ասենք, եռանկյունի կանոն, ձեր իմացած, սա կլինի երաշտական գործիք, ենթադրենք, ստեղ էլ փայտիկով խփում ենք, ասենք, ձայն է հանում, մեր վերևի գործիքներից մեկը, այս սա, եթե ասենք վերցնում ենք սա, այս օրինակում ենթադրենք, սա կլինի դպրոցական կանոն, այն մյուս implementation-ը, մյուս ծրագրային հատվածը կլինի սա, պարզ անվերջ կարելի է մեծացնել եւ կարծրացնել լայնել այդ հնարավորությունը։ Վերջ, խնդիրը լուծված է, հիմա կարող ենք կոդը փորձել իրականացնել, կոդի մեջ փոքր անցումներ կատարել, ուրեմն բացատրությունները, որը նշված է բացարձակ ինչ խոսացի այստեղ գտնվում է ինչպես են կապված, ինչ ասեցի, մոտավորապես դրա մասին է խոսքը գնում։ Գնանք կոդին եւ վերջացնենք այս հեշտ, ոչ շատ մեծ ու շատ գեղեցիկ ու հետաքրքիր եւ օգտակար կապ հաստատող, bridge հաստատող, կարճ ասած, abstraction կապը հաստատում իրականացման հետ, բայց որոշ նրբություններով։ Կլիենտի մասին մոռացա, հենց տեղ էլ կլիենտի մասին կխոսենք։ Ինչ ասում կլիենտը։ Ասում է, որ ես պետք է անպայման abstract-ի abstract կլասի ցուցիչով աշխատացնեմ, ուրեմն new, տեսեք, գալիս է new եւ իրականացումը, այսինքն ես իջնում եմ ներքև եւ պետք է փորձեմ այսա իրականացնել։ Հիմա ինքը ինչ է անում։ Abstract կլասի ցուցիչով իր abstract կանոն բառն է սա, ենթադրենք, այս մեկը կլինի, ասենք կանոն չի լինի, եռանկյունի չի լինի, այլ քառակուսի կարա լինի։ Այստեղ սա կլինի եռանկյունի, մեզ մոտ մի տարբերակ կա նշած, բայց կարող ասենք սա լինի մի տարբերակ նշել A կլասի միջոցով, այսինքն ինչպես է գնում այնտեղ, բայց քառակուսին մենք չենք վերցնում։ Ուրեմն եռանկյան տեխնոլոգիայով վերցնում է դպրոցական կանոն նյուն փոխանցում է պարամետրով, որը բազային ցուցիչով կգնա, կգրվի, արդեն մի քիչ առաջ ասեցինք, այս մյուսը բազային ցուցիչով abstraction գնում է երեխայի միջոցով, որը որ արդեն base ունի, տեսեք, այս երեխան շատ կարևոր է, ունի base պարամետրի փոխանցում եւ ունի հաստատ operation, որը base-ում է էլի կատարվում։ Այս operation-ի միջոցով կգնա այդ հատվածը։ Այս երկուսը մեկը կատարի, ասենք, եթե մեր օրինակում դպրոցական կանոնի ստեղծում abstraction կմնա
ազախ մասում, մյուսը կլինի մյուս երաշտական գործիքը։ Եվ եթե այսպիսի operation կարճ ասած հրամանը կատարված է, իջնենք ծրագիրը պարտադիր չի դասախոսի կամ վիդեո վերևա, միայն կենտրոնանալով է երևում, գալիս ասենք operation բառը, այդ ձևով ասենք կատարում այս operation-ը գնում է ագրեգացիոն կապով հղումը, որը կոնստրուկտորով արդեն կապ է հաստատել կանոնի, դպրոցական կանոնի հետ, այո, ագրեգացիոն կապով վերցնում է, կապը արդեն հաստատել է, operation այս ագրեգացիոն կապով operation EM տեխնոլոգիան է իրականացնում, որը անպայման պետք է մեզ մոտ այստեղ լինի, այսինքն կանոն գծող կամ երաշտական կանոն գծող տեխնոլոգիան է, եւ պարզ եթե իմպլեմենտացիա լինի, մենք երկուսն էլ կտեսնենք, խնդրեմ։ Հուսով եմ, մի հատ դպրոցական կանոնը, մյուսներ երաշտական, որտեղ կարող ենք ավելացնել, որը որ այս վարքյանին դրա կարիքը չկա։ Էլ եմ հիշացնում, կոդը բացատրական չի լինում, կոդը ինքնուրույն պարապմունքի արդյունք է, գաղափարականը ոչ մի հարց։ Եվ վերջինը, ծրագիրը աշխատացրեցինք, մոտավորապես հասկացանք ինչ է այնից ներկայացնում, եւ վերջինը ես ուզում եմ ձեզ ցույց տալ ուղղակի ոչ թե տնային կամ գուցե եւ տնային, այլ ենթադրաբար object-oriented մի վարքյան, object-oriented analysis design-ի տեխնոլոգիայով գնանք, object-oriented ID դասից, սա ֆիլոսոֆիան է, design pattern-ները այս մեր բլոկն է մտնում կամ այս դասը bridge pattern-ը, analysis design pattern-ի տեսակետից հետեւյալն է միկրոպրոցեսներ կամ անալիզ դիզայն սիստեման, որը երկու առարկաների հետ կապված են, մենք պետք է կարողանանք անալիզ դիզայնի արդյունքը, սա համարենք արդյունք, այսա դեռ կոդ չի, գծագրել ենք, ստացել ենք, նշել ենք, հրամանները նշել ենք նույնիսկ իրենց կառույցները, նշել ենք կանոնները, նշել ենք ժառանգականություն, նշել ենք կոմպոզիցիա, ագրեգացիա, ամեն ինչ նշված է, այս ստացվում է, որ այս մոդելը կարող է գծագիր չլինի, այս մոդելը մենք ներկայացնում ենք, ասենք, ծրագրավորողներին, ծրագրավորողները UML-ը նայած սկսում ենք կոդ գրել, այսինքն դիզայն պատերնի այս մի փոքր մասը, որ ես ձեզ ուզում եմ ցուցադրեմ, այդպիսին է, եկեք կարդանք օրինակ ինչ տնային չէ, բայց ինչպիսի օրինակ մոդել կարող լինի, ասենք, էլի ուրիշ բնագավառից վերցրած, shape, գծող սարք, այս shape-ը, մի քիչ առաջ ասացի, կարող քառակուսի լինի, rectangle լինի, polygon լինի, եռանկյունի լինի, triangle եւ այլն։ Ուրեմն square կամ rectangle նույնն է։ Երեք հատ տարբեր ֆիգուրաների աբստրակցիա նշված, մենք մի հատվածով ծրագիրը կատարեցինք։ Եվ նա իրականացումը ենթադրենք մատիտի գույնը կարող ենք ասենք փորձել փոխել։ Խնդրեմ։ Color pen, այսինքն այս հատվածում ստացվում է, որ մենք ունենք գրաֆիկ լուծող ատրիբուտ, այսինքն դաշտ, իմպլեմենտատոր style-ն է ցույց տալիս եւ այս գծագրում հենց այս style-ը ագրեգացիոն կապի մեջ է գտնում այս սրա հետ, եթե ասենք կարմիրով նշենք, այս կապը հաստատում ագրեգացիոն կապա եւ այս օրինակ պրոյեկտը ասում է գծել որևէ տարբերակ աբստրակցիայում ընտրել, սա մի մեծ խումբ եւ style-ը վերցնել, այսինքն գույնը գծել։ Հիմա ստացվում է ես կարող եմ ենթադրենք եռանկյունի գծել, վերցնենք այդպես, այս եռանկյունին գծել եւ իս գույնը պետք տարբեր կոմբինացիաներով։ Այս գույնով, թե այս գույնով։ Save implementation-ը գալիս է draw, այսինքն գծում է pen-ի գույնը փոփոխելով ենթադրենք։ Ստացվում է, որ մենք ընտրում ենք ձախ մասից ֆիգուրան, աջ մասում նրա գծագրական իրականացումը, այսինքն ֆիգուրան ենք ընտրում, ենթադրենք կարող է գույն ընտրել եւ այլն փոփոխել, այսինքն մենք կարող ենք այդպիսի բան կատարել։ Այս սրանով վերջ, սա ստացվեց մի հետաքրքիր UML, որը կոնկրետ որևէ մի հատ, ասենք, գծագրական draw համակարգի, այսինքն գծել համակարգի տեխնոլոգիան աբստրակցիայով, խնդրեմ, այս աբստրակցիա, որը որ
աբստրակցիա տալիս, թե ինչ կարգի մտքաբանական երանգյունի քառակուսի, սա աբստրակցիա է, սա գաղափար է։ Եվ նա implementation-ն է գալիս, այսինքն գծել, draw անել, նույնիսկ փենի գույնը փոխելով եւ այլ, այսինքն drawing անում, այսինքն գծումը աբստրակցիայում նշում է ձախ կողմում ինքը ինչ միարժեք փոխհարաբերության մեջ է գտնվում։ Այսպեսի գեղեցիկ տոնածառային ձևով ես կվերջացնեմ իմ այս դասը, որը կոչվեց կառուցվածքային պատեռների դասերից մեկը bridge pattern։